Մինչ անցնելը Տիրոջ խոսքին եւ ուսումնասիրել այն բոլոր հատվածը, որ Հակոբ եղբայրը ընթերցեց, մեկ հատ բանաստեղծություն եմ ուզում ընթերցել։ Համբարձում եկավ ծաղկունքը ալվան, զուգել են հանդեր նախշուն գորգերով, փունջ աղջիկներ սարերը ելան, վիճակ անելու աշխույժ երգերով։ Համբարձում յայլա, յայլա ջան, յայլա, լավ օրեր յայլա, յայլա ջան, յայլա։ Երկ ու բույր խառնած, թև-թևի տված, զուգում են լեռներ, ծաղիկ են խաղում, ծաղկի հետ խաղում, ինչպես թիթեռներ, համբարձում յայլա, յայլա ջան, յայլա, լավ օրեր յայլա, յայլա ջան, յայլա։ Հավանաբար նրանք, ովքեր ընթերցել են Հովհաննես Թումանյանի Անուշի պոեմը, գիտեն, որ այս հատվածը այդտեղից է։ Ով նկատեց, որ հինգշաբթի օրը համբարձման տոն էր։ Ով նկատեց, թե աննկատ անցավ համբարձման տոնը։ Գիտեք, երբ որ փոքր էի, տատիկս պատմում էր, որ իրանց օրերում համբարձումը, համբարձման տոնը աննման էին տոնում։ Ինչպես որ այս բանաստեղծության մեջ է նկարագրված։ Աղջիկները սարերն էին գնում ծաղիկ հավաքելու եւ ամեն ինչի մեջ իմաստ եւ նշանակություն կար։ Բայց հետո հարցրեցի, որտեվ ես երբ որ պատանի էի, ինչպես որ մեզ համար այսօր, որովհետև Քրիստոսի հարությունից 40 օր անց, եւ որ Քրիստոս 40 օր երևաց աշակերտների, նրանց հետ պտտեց, այնուհետև 40 օր անց հավաքեց նրանց եւ ինչպես ընթերցեցինք հատվածի մեջ համբարձվեց։ Եվ զատիկից 40 օր անցը անցած հինգշաբթի էր։ Եվ ինչպես անցած հինգշաբթի, այնպես էլ երբ որ ես պատանի էի, զգում էի, որ այն ինչ որ ասում են տոնը, մարդիկ նշում են, մեզ համար այդպիսի տոն չէր եւ այլն։ Հարցնում էի տատին, ասում էի, բա ինչի մեր օրերում այսպիսի նախաձեռնություն չկա, այսպիսի տոն չկա։ Տատիկս ասում էր, հավանաբար, որովհետեւ խորհրդային տարիներում էինք ապրում եւ հոգեվոր տոները արգելվում էին։ Սակայն երբ որ մեծացա, փորձեցի հասկանալ այս ամեն ինչը։ Գիտեք, տոնի մեջ իմաստ կար, սակայն իմաստը հոգևոր չէր։ Եվ երբ որ այս իմաստը կորավ, տոնն էլ իր նշանակությունը կորցրեց։ Եթե Անուշը կարդացել եք, կտեսնեք, որ համբարձման տոնը կարևոր էր ու լավ էր մեր պապերի, տատիկների օրերում, որովհետև այդ օրերում աղջիկները ազատ էին սարը գնալու, ծաղիկ հավաքելու համար։ Որովհետև այդ օրերում մեր ավանդական նախահայրերը, մեր հովիվ նախահայրերը, մեր լոռեցի նախահայրերը միայն թույլ կտային, որ իրանց աղջիկները դուրս գային յայլա, այսինքն անասուն պահելու տեղը, դաշտը, եւ եթե տեսնեք համբարձման տոնին, ավելի շատ յայլա է գովվում, ոչ թե համբարձումը։ Թույլ կտային, որ գնան եւ տղաների համար էլ էր սա ուրախության տոն, որտեվ այդ օրը կարողանում էին ազատ աղջիկների հետ հաղորդակցվել, շփվել, աղջիկ տեսնել։ Այսօր դրա կարիքը չկա, այսօր համացանց կա։ Եվ ուրեմն համբարձումը մեկ տոն էր մեր պապերի ու տատերի օրերում, որտեղ կարող էին երիտասարդ տղաներն ու երիտասարդ աղջիկներ իրար տեսնել։ Եվ քանի որ այսօր դրա կարիքը չկա, ազատություն կա, հասկանում եք, այն ավանդական, նահապետական ընտանիքների բանը չկա, այլևս տոնն էլ իր նշանակությունը թողեց։ Աղջիկները այլևս Քրիստոսի զատիկի տոնից հետո ուրախությամբ չենք սպասում, որ գա համբարձման տոնը, որ կարողանանք միասին խաղալ, մեր երիտասարդ օրերը անցկացնել եւ այլն։ Եվ դրա համար, քանի որ այս բոլոր մշակույթային, գիտեք, շերտերը, բաները անցան, այլևս համբարձումն էլ մեզ համար տոն չէ։ Եվ եթե ուշադիր եղեք ոտանավորի մեջ, աղջիկները համբարձման տոնին սար էին գնում, 7 ծաղիկ փունջ էին հավաքում, 7 ծաղիկներից, 7 աղբյուրից ջուր էին հավաքում, մի բանի համար, նաև գուշակության համար։ Ուրեմն համբարձման տոնի, ինչպես ասեմ, կամանց հանգչել է մեր ժողովրդի մեջ խորհրդային կարգերի հետ չի կապված։ Այլ կապված է, որովհետև ի սկզբանե տոնը ուրիշ նպատակի համար էր ծառայում։
ծառայում էր միմյանց տեսնելու համար, երիտասարդության տոն եւ այլն։ Իսկ ինչ է համբարձումը։ Եթե իրոք տոն է, գիտեք, համբարձումը պակաս կարևոր չէ եկեղեցու հավատացյալի հոգևոր մարդու համար, քան հարությունը։ Այո, Քրիստոս հարություն առավ։ Եվ Պողոսի խոսքերը մեջ բերելով կարող ենք ասել, եթե Քրիստոս հարություն առած չլինի, մեր հավատքը, ձեր հավատքը իզուր է։ Բայց նույն բանը կարող ենք ասել համբարձման մասին։ Ինչու Քրիստոս համբարձվեց։ Ինչու չմնաց աշակերտների հետ։ Նրանց օգնելու համար, որովհետև հարություն առած Քրիստոսը, զորություն ունեցող Քրիստոսը։ Աստծո խոսքի մեջ ինչ որ կա գրված, իմաստ, միտք, նշանակություն եւ նպատակ ունի։ Ուրիշի համար չէ, մեզ համար, յուրաքանչյուրիս համար։ Ուրեմն եկեք անդրադարձ կատարենք Տիրոջ խոսքին եւ տեսնենք, թե որն է հարության տոնի բուն իմաստը, ինչու Քրիստոս համբարձվեց։ 40 օր անց Քրիստոս աշակերտների հետ եւ պատասխանները այս հատվածի մեջ պիտի գտնենք։ Քրիստոս աշակերտներին հավաքում է եւ որ զրուցում է նրանց հետ, աշակերտները հետեւյալն են հարցնում. հարություն առած Քրիստոսին, որին տեսել էին, որ մահացավ եւ հիմա կենդանի է, ուրեմն տեսեք ինչպիսի Քրիստոսի հետ են խոսում, զորություն ունեցող։ Եվ երբ նրանք միասին հավաքվել էին 6-րդ համար, հարցրին նրան ասելով. Տեր, դու այս անգամ պիտի վերականգնես Իսրայելի թագավորությունը, որովհետև աշակերտները դեռ կենտրոնացած էին այն նեղ նպատակի համար, որ Հիսուս Քրիստոս եկել է միայն Իսրայելի թագավորությունը հաստատելու համար։ Եվ հիմա տեսնում են, որ այս Հիսուսին նույնիսկ սպանել չկարողացան։ Ուրեմն ժամանակը չի, որ իրենց թագավորությունը, Քրիստոս իր թագավորությունը հաստատի։ Տեսեք ինչ է պատասխանում Քրիստոս։ Եվ ասաց նրանց 7-րդ համար. ձեր գործը չէ իմանալը այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը իր զորությամբ հաստատեց։ Ձեր գործը չէ, մեր գործը չէ, թե Քրիստոս ինչպես կգործի, իր զորությունը ինչպես կբանեցնի, իմ կյանքում, քո կյանքում, ուրիշի կյանքում։ Եվ եթե Քրիստոս ասում է ձեր գործը չէ, սա, այս բաժինը, նշանակում է սրանից հետո պիտի խոսա մի բաժնի մասին, որ իմն է, որ վերաբերվում է աշակերտներին եւ աշակերտներինն է։ Բայց դուք, ասում է, զորություն պիտի ստանաք, երբ Սուրբ Հոգին ձեր վրա գա։ Եվ իմ վկաները պիտի լինեք, եւ Երուսաղեմում, եւ ամբողջ Հրեաստանում, եւ Սամարիայում, եւ երկրի ամենահեռավոր ծայրերում։ Ամեն։ Ուրեմն համբարձման առաջին կետը մեր վկաներ լինելն է։ Մեր գործը չէ իմանալ ժամանակները։ Մեր գործը չէ մարդու անդրադարձը, Տիրոջը, պատասխանին, բայց մեր գործն է Հիսուս Քրիստոսի վկաները լինել, ինչպես որ ինքը պատվիրեց աշակերտներին։ Եվ ասում է, Սուրբ Հոգին պիտի ուղարկեմ, որ ձեզ զորություն պիտի տա։ Երկրորդ նպատակը համբարձման մեջ, եթե Հիսուս Քրիստոս չհամբարձվեր, Սուրբ Հոգին չէր գա։ Մատթեոս ավետարանի մեջ կարդում ենք, որ երբ որ Հիսուս Քրիստոս այս վերջին զրույցը անում է աշակերտների հետ, հետևյալ ուղերձը կա։ Ասում է գնացեք, ամբողջ աշխարհը ավետարանեցեք, աշակերտեցեք, մկրտեցեք նրանց անունով, Որդու եւ Սուրբ Հոգու։ Համբարձումից առաջ վերջին պատգամը, որ Քրիստոս տալիս աշակերտներին, հետևյալն է՝ գնալ եւ այս բարի լուրը պատմել բոլորին։ Սա առաջի անգամը չէ, երբ որ Քրիստոս այս ուղերձը անում է իր աշակերտներին։ Մարկոս 6-րդ գլխի մեջ հետևյալ մի հատ հատվածը կա։ Քրիստոս հավաքում է 70 աշակերտների եւ ասում է գնացեք երկու ամեն մի գյուղ, ամեն մի քաղաք նույն պատգամով։
քարոզելու եւ ավետարանելու, որ Տիրոջ թագավորությունը մոտեցել է։ Բայց այդ անգամ Քրիստոս ամենուր չէր կարող լինել աշակերտների հետ։ Քանի որ մարմնի մեջ էր, Քրիստոս սահմանափակված էր, հասկանում եք։ Իսկ այս անգամ, երբ որ ասում է, երբ որ պիտի համբարձվի, ինքը նաև ամենուր պիտի լինի իր աշակերտների հետ։ Այլևս սահմանափակված չէ իր երկնային մարմնով։ Եվ ինչպես այն Մարկոս 6-րդ համարի մեջ, 6-րդ գլխի մեջ, եւ որ կարդում ենք, որ աշակերտները վերադարձան եւ սկսեցին ուրախությամբ պատմել, թե ինչպես ինչեր արեցին եւ այլն, այս անգամ էլ առիթը կա մտածելու սրա մասին։ Ինչ է նշանակում Քրիստոսի ամբարձումը մեր կյանքում։ Ինչպես ասացի, երկրորդ կետը նրա մասին է, որ Քրիստոս պիտի գնար, որպեսզի Սուրբ Հոգին գար։ Եվ Սուրբ Հոգին իր ներկայությամբ, իր մխիթարությամբ, լցներ իր զորությամբ, լցներ աշակերտներին եւ ամենուր նրանց հետ լիներ։ Հաջորդ բանը, որ կարդում ենք, հետևյալն է։ Եվ երբ այս բաներին ասաց, որ իմ վկաները պիտի լինեք, մինչ նրանք դիտում էին համբարձվեց, եւ մի ամպ նրանց ծածկեց նրանց աչքերից։ Հիմա պատկերացրեք աշակերտներին, որ այս տեսարանին ականատես են լինում։ Երբ որ պատանի էին, մտածում էին, որ այս համբարձումը պարզապես իրողություն է։ Կրկին ինչ որ Քրիստոսի հրաշքներից մեկն է։ Քրիստոս կարողություն ունի երկինք գնալու եւ այլն։ Բայց սա միայն դրա մասին չէ։ Սա նրա մասին է, որ ինքը պատգամ տվեց, ասաց, որ իմ վկաները պիտի լինեք, ձեզանով չէ, ձեր իմաստությամբ չէ, ձեր զորությամբ չէ, ձեր գիտությամբ չէ, այլ Սուրբ Հոգին զորություն պիտի տա ձեզ, եւ ինքը համբարձվեց, գնաց, ամպը ծածկեց իրեն։ Ուրեմն հերթը գործելու ումն է, աշակերտներին։ Գործելու հերթը մերն է։ Եվ այս հատվածը գիտեք որտեղ է գրված, գործք առաքելոցում։ Եվ հենց այսպես է սկսվում գործք առաքելոցը։ Եվ հենց այս դրվագից է երևում, թե առաքելները ինչ գործ կատարեցին։ Պետրոսի միջոցով, Պողոսի միջոցով։ Թե ինչպես Քրիստոս համբարձվելուց հետո Սուրբ Հոգին ուղարկեց։ Եվ այս Սուրբ Հոգու գալուստը, որ մյուս կիրակի պիտի նայենք, այս հատվածի մեջ շատ հետաքրքիր է նկարագրված։ Հատվածի հեղինակը Ղուկաս ավետարանիչն է, գործք առաքելոցի։ Եվ գիտենք, որ Ղուկաս ավետարանիչը նաև ունի եւս մեկ գիրք նոր գտակարանի մեջ, Ղուկասի ավետարանն է։ Եվ այնտեղ մի դրվագ կա, որ Մարիամի եւ հրեշտակի հետ է կապված, երբ որ Մարիամը ստանում է հրեշտակից բարի լուրը։ Ուզում եմ ընթերցել այդ հատվածը։ Ղուկասի ավետարան, առաջին գլուխ 33-րդ համարից։ Բայց ընթերցեմ 29-ից։ Եվ երբ տեսավ դրան, շփոթվեց Մարիամը նրա ասածից եւ մտածում էր, թե ինչ է նշանակում այս ողջույնը։ Եվ հրեշտակն ասաց նրան. «Մի վախեցիր Մարիամ, որովհետեւ Աստծո մոտ շնորհք գտար։ Ահա կհղիանաս եւ որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նրան կտա իր հոր Դավթի աթոռը»։ 33-րդ համար։ Եվ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա եւ նրա թագավորությունը վերջ չի լինի։ Հրեշտակը քաջալերում է Մարիամին չվախենալու այն առաքելության առջև, որ իր առջև է դրված։ Եվ որ Մարիամը սա լսում է, հասկանալով, որ այս ամենը, այս բոլոր տեղի ունեցողը Սուրբ Հոգուց է, բայց մարդկային տրամաբանության մեջ չէ, հարցնում է հրեշտակին։ Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպես կլինի դա»։ Երբ որ Քրիստոս բացատրում է աշակերտներին Սուրբ Հոգու էջքը, թե ինչպես է տեղի ունենալու, նույն բառերն է օգտագործում, ինչ էստեղ է գրված։
Տեսեք, Մարիամն ասաց հրեշտակին. ինչպես կլինի դա, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց նրան. Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ բարձրալի զորությունը քեզ վրա հովանի կլինի։ Ուստի քեզնից ծնվողը սուրբ կլինի եւ կկոչվի Աստծո որդի։ Ամեն Տիրոջ խոսքի։ Հիմա պատկերացրեք, Մարիամ այս բոլոր փորձառությունն անցել է։ Այն ինչ որ հրեշտակը նկարագրում էր, որ Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրալի զորությունը քեզ հովանի կլինի, այս ամբողջ ընթացքը Մարիամը զգացել է իր մարմնի վրա։ Եվ հիմա Մարիամը կանգնած աշակերտների մեջ, որտեղ առաջին գլխի մեջ կարդում ենք 14-րդ համար, որ սրանք բոլորը միաբանությամբ շարունակ աղոթում էին եւ աղաչան կանում կանանց Հիսուսի մոր Մարիամի ու նրա եղբայրների հետ միասին։ Կնշանակի, որ Քրիստոսի համբարձմանը ներկա էր նաեւ Մարիամը։ Եվ որ Քրիստոս ասում է այս խոսքերը, նույն խոսքերն է, որ զորություն պիտի առնեք։ Սուրբ Հոգին կգա ձեր վրա, ինչպես որ Մարիամին օրերում հրեշտակը ասեց, եւ զորություն կստանաս, զորություն պիտի առնես։ Ուզում եմ Մարիամի զգացողությունն ու փորձառությունը պատկերացնեք, որ Սուրբ Հոգու գալուստը ծնունդի պես մի բան է։ Հասկանում եք։ Ինքը այդ փորձառությունն անցել է։ Ինքը գիտի Քրիստոս ինչի մասին է խոսում։ Եվ ուրեմն Քրիստոս պիտի գնար, պիտի համբարձվեր, որ Սուրբ Հոգին գար մեզ մխիթարելու համար։ 10-րդ համարի մեջ կարդում ենք. Եվ քանի դեռ ակնապիշ դեպի երկինք էին նայում, եւ մինչ նա վեր էր գնում, սպիտակ զգեստներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին, որ նաեւ ասացին. ով գալիլացի մարդիկ, ինչու եք կանգնած դեպի երկինք նայում։ Այս նույն Հիսուսը, որ ձեզանից երկինք վերցվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսնում եք նրան երկիր գնալիս։ Ամեն Տիրոջ խոսքին։ 40 օր առաջ մենք 43, որ ավելի հստակ լինենք, մենք տոնեցինք հարությունը միասին։ Եվ հարության տոմին ժամանակ լսեցինք, որ երբ որ կանայք գերեզման մտան, կրկին երկու մարդ էին կանգնած գերեզմանում, Ղուկասի ավետարանի մեջ, ովքեր որ վկայում էին Հիսուս Քրիստոսի հարությունը։ Եվ այստեղ նմանապես տեսնում ենք, որ երբ որ աշակերտները ակնապիշ երկինք էին նայում, եւս երկու մարդ խոսեցին նրանց հետ։ Ինչու երկու։ Ղուկաս ավետարանիչը բժիշկ էր։ Եվ պատմական փաստերին շատ մեծ ուշադրություն էր դարձնում։ Ինչ որ ասում էր, փորձում էր փաստել պատմականորեն եւ այլն իրադարձություններով։ Ընդհանրապես երկու մարդու ասածը վկայություն էր համարվում եւ ճշմարտություն էր համարվում։ Ուրեմն Քրիստոսի համբարձումը պարզապես նկարագրված երևույթ չէ, այլ իրականություն է վկայված երկու մարդու կողմից։ Եվ պատգամը, որ իրանք ասում են, հետեւյալն է. ինչպես տեսակ նրան գնալիս, այդպես էլ ինչ ալնելու, վերադառնալու է։ Համբարձման պատգամը, իմաստը տոնը, նաև կայանում է մեր պատրաստության մեջ, որովհետև մենք գիտենք, որ Քրիստոս գնաց եւ երկնքում հեռուներում նստած չէ, այլ ինչ է անելու, վերադառնալու է, ինչպես որ ասեց, ինչպես որ խոսում էր, որ իրեն պիտի չարչարեն եւ ինքը պիտի մանա մեր մեղքերի համար, աշակերտներին ինչպես որ վկայում էր, սակայն մահացած չպիտի մնալ, հարություն պիտի առնի եւ սա տեղի ունեցավ, նմանապես այս մի փաստը։ Ժամերն ու ժամանակները մեզ չի վերաբերվում։ Մեզ վերաբերվում է պատրաստ լինել, արթուն լինել, սպասումով Քրիստոսի երկրորդ գալստյանը եւ նրա վկաները լինել։ Վկա նշանակում է մեկը լինել, ով որ պատմում այս բոլոր իրողությունները, ով որ գիտի ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը փոխանցողն է։ Սակայն գիտեք, շատ հաճախ այն միջավայրը, որի մեջ մենք պարփակված ենք,
թույլ չի տալիս, որ Սուրբ Հոգու զորությունը գործի։ Քրիստոս ասեց, զորությունը Սուրբ Հոգին կգա ձեր վրա, զորություն կառնեք եւ իմ վկաները պիտի լինեք Երուսաղեմում, Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Եվ այս վկայությունը ճշմարիտ տեսան գործ կառաքելոցի մեջ։ Աշակերտները այդ զորությունից ելնելով պատրաստ եղան քարկոծվելու, հալածվելու, սակայն շարունակելու զորությամբ ու ուժով քարոզելու Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի ավետարանը, որի արդյունքում Քրիստոսի ավետարանը Երուսաղեմից դուրս տարածվեց ամբողջ հռոմեական կայսրության մեջ եւ մինչև Հայաստան հասավ։ Եվ այսօր մենք դրա արդյունքն ենք, դրա պտուղն ենք, որ այսօր այստեղ հավաքված ենք։ Արդյոք միջավայրը խանգարեց աշակերտներին։ Այսպիսի մի հատ փորձ կա լվիճի մասին։ Հավանաբար շատերը մտածում եք լվիճից ինչ պիտի սովորենք։ Մեկը բռնում է լվիճներին եւ տեղադրում է լում։ Տեղադրում է տարայի մեջ եւ բերանը փակում է որոշ ժամանակով։ Լվիճը կարողանում է 1 մետր բարձրությամբ թռչել, եթե շատ ուժ գործադրի։ Տարայի մեջ անընդհատ լվիճները փորձում են դուրս գալ, բայց քանի որ տարայի բերանը փակ է, անընդհատ բախվում են կափարիչին։ Եվ որոշ ժամանակ անց, չգիտեմ ինչքան, գիտափորձի մեջ նկարագրված չէր, կափարիչը բացում են։ Լվիճները, որոնք որ կարողանում են 1 մետր բարձրությամբ թռչել, այլևս իրանց պահվածքը փոխում են։ Նույնիսկ բաց կափարիչի պարագայում դուրս չեն գալիս տարայից, այլ թռչում են միայն կափարիչի բարձրության համաձայն, որտեղ միջավայրը ազդեց նրանց պահելաձևի վրա։ Ինքը զորություն ունի, իր բնությունից ելնելով, որ դուրս թռչի, բայց քանի որ երկար ժամանակ թռչելով բախվում էր կափարիչին ու իր համար բարձրություն սահմանեց, այլևս կափարիչից դուրս չի գալիս։ Նույնիսկ կափարիչի բացակայության պարագայում։ Եվ միջավայրը ազդեց լվիճի պահելաձևի վրա։ Փորձը այլևս իրան ցույց տվեց կյանքի փորձը, որ ինքը չի կարող այդ տարայից դուրս գալ, որտեղ դրանից առաջ, երբ որ կափարիչը փակ էր, անընդհատ փորձում էր եւ չէր ստացվում։ Բնազդից ելնելով չի գործադրում, բայց չէր ստացվում, որտեղ կափարիչը փակ էր։ Ու ինքը հասկացավ իր մեջ կամ բնազդից ելնելով, որ այսքանն է բարձրությունը, սրանից բարձր ինքը այլևս չի կարող թռչել։ Ու երբ որ կափարիչը բացեցին, շարունակ այդպես էր թռչում։ Երբ որ մենք խոսում ենք Քրիստոսի վկաները լինելու մասին, թող մեր կյանքի փորձառությունը մեր համար արգելք չհանդիսանա։ Չասենք մի անգամ խոսեցինք այս միջավայրի մեջ եւ այսպես ընդունվեց։ Ուրեմն փորձառությունը ինձ հիշում է, որ մյուս անգամ, եթե նմանատիպ իրավիճակ առաջանա Քրիստոսի մասին խոսալու, զգուշանամ կամ չխոսամ, որտեվ անցյալ անգամ չհաջողվեցի, կամ ուրիշ միջավայր, մեր կյանքերում բազում միջավայրեր կան, որոնք որ խանգարում են մեզ ճիշտ Քրիստոսի վկա լինելու համար։ Բայց Քրիստոս ասաց զորությունը ունես, Սուրբ Հոգին ուղարկելու եմ, եւ Սուրբ Հոգին կարդում ենք, որ եկավ, եւ զորություն կառնես իմ վկան լինելու, թե Երուսաղեմի մեջ, թե Սամարիայում, թե ամբողջ աշխարհում։ Թող ոչ մի միջավայր Քրիստոսի համբարձումը սրա մասին է։ Արգելք չհանդիսանա ձեր փորձառությունը, ձեր կրած պարտությունները, ձեր տկարությունները, արգելք չհանդիսանան Քրիստոսի բարի լուրը ավետարանը պատմելու համար, որովհետև զորությունը ունեք, գործադրեք այդ զորությունը։ Երանի այդ գիտնականներից մեկը լվիճ դառնար, մտներ տարայի մեջ ու ասեր դուք կարող եք, դու քո մկանները թույլ, մկան չգիտեմ ունեն լվիճները, թե չէ, ներողություն եթե սխալ եմ ասում, բայց ունակություն ունեմ ոտքերդ, թույլ տալու ավելի բարձր թռնելու։ Աղոթենք, որ զորությունը, որ մեզ տրված է, կարողանանք գործի դնել բարի լուրի համար, մեր բարիքի համար չէ, մեր հաջողության համար չէ, այլ